Թրամփի թիմի 4 ներկայացուցիչներ Կիևում գաղտնի հանդիպել են Զելենսկիի քաղաքական հակառակորդների Յուլիա Տիմոշենկոյի եւ Պյոտր Պորոշենկոյի կուսակցության անդամների հետ, այս մասին գրում է Politico-ն։ Սանկտ Պետերբուրգի համար 20 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Տատյանա Սուրովցևան եւ նրա աշխատակիցները կասկածվում են 13.33 միլիոն դոլար հափշտակության մեջ, այս մասին գրում է RBK-ն։ Հարավային Կորեայի 2 Kf-16 կործանիչներ Սեուլի մերձակայքում գտնվող Պոչեոն քաղաքի բնակելի թաղամասի վրա սխալմամբ 8 ռումբ են նետել զորավարժանքի ժամանակ, այս մասին գրում է CNN-ը։ Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Մոսկվայի կինոդպրոցի ուսանողների հետ վիճաբանության մեջ է մտել։ Նա ավելի ուշ մեկնաբանել է իր խոսքերը եւ չի զղջացել դրանց համար, այս մասին գրում է Մեդուզան։ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի բնակիչ Ջեյթան Լոուրենս Գիդլերը գողացել է թանկարժեք զարդեր, ապա կուլ է տվել $769,500 արժողությամբ ականջողեր, որպեսզի ոստիկանությունը չկարողանա գտնել դրանք, այս մասին գրում է The New York Post-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է 240,000 ուկրաինացիներ գաղթյալներին զրկել փախստականի կարգավիճակից, ինչը նշանակում է, որ նրանք այլևս չեն օգտվի ԱՄՆ-ի կողմից տրված ժամանակավոր պաշտպանության ծրագրից, այս մասին գրում է Reuters-ը։ Մաթեի ներկայացուցիչ Մարիաննա Կոնտեին արգելել են երգել Կանտ երգը ներկայացնել Եվրատեսիլ 2025-ում։ Պատճառն այն է, որ երգի վերնագիրը սխալ է հասկացվել, այս մասին գրում է The Guardian-ը։ Իլոն Մասկը մեղադրել է Ջո Բայդենի վարչակազմին 150 միլիոն հավ մորթելու մեջ։ Նրա խոսքով սա պետական որոշում էր, որն էլ հենց ազդել է սննդային շուկայի վրա, այս մասին գրում է Forbes-ը։ Լատվիան կոչ է անում Եմենին ամբողջությամբ դադարեցնել Շենգեն վիզաների տրամադրումը ռուսներին, ինչպես գրում է Ֆրագոմենը։ Այս մասին հայտարարել է Լատվիայի ներքին գործերի նախարար Ռիհարդ Կոզլովսկիվսը։ Դաղստանի 39-ամյա բնակչուհին ծննդաբերելուց անմիջապես հետո որոշել է $700 դիմաց վաճառել իր նորածին աղջկան։ Կինը պայմանավորվել էր մանկաբարձի հետ, ով ընդունել էր ծնունդը եւ համաձայնել գնել երեխային, այս մասին գրում է RTV-ն։ Վերջին տարիներին Չինաստանի մեծ քաղաքներում բնակարանների բարձր գների պատճառով երիտասարդները ավելի շատ սկսել են ապրել մեքենաներում, այս մասին գրում է The Straits Times-ը։ Հարվարդի գիտնականները պարզել են, որ աշխատանքի ընթացքում ժողովները, հանդիպումները, օնլայն զանգերը մարդկանց վրա ունենում են օֆիսային հարբեցության նման ազդեցություն, դարձնելով նրանց անաշխատունակ, այս մասին գրում է The New York Post-ը։